Կենտրոնում Պուտինը, կողքին Չինաստանի ղեկավար Սին Ցինփինը։ Կարմիր հրապարակում տեղի ունեցել ավանդական հաղթանակի զորահանդեսը։ Այս տարի լրանում է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Փաշինյանն էլ միայն երկար մտորելուց, ծանր ու թեթև աներուց հետո է մեկնել Մոսկվա։ Կրեմլ ժամանելու ընթացքում էլ կարմիր գորգով անցնող Հայաստանի ղեկավարին էլ Ռոսիա 1 հեռուստաընկերության հաղորդավարը ներկայացնում է որպես Ադրբեջանի նախագահ։ Сейчас мы видим главу Азербайджана, премьера Армении, прошу прощения, он также проходит по красной ковровой дорожке вслед за президентом Бразилии. Ընդունելության ժամանակ Պուտինին մի փոքր երկար սպասեցնելուց հետո ի վերջո հասել ու ողջագուրվել է, ինչպես երբեմնի բարեկամներ։ Նախքան սկսելը Պուտինը ողջունել է հյուրերին ու վետերաններին, որոնց շարքում կար 4 հայ վետերան՝ 102-ամյա Ռոզալիա Աբգարյանը, 100-ամյա Վոլոդյա Գսպոյանը, 102-ամյա Խաչիկ Հովակիմյանը և 100-ամյա Ներսես Սիմոնյանը։ Պուտինը զորահանդեսին մասնակցող ադրբեջանական ստորաբաժանման հրամանատարին նույնպես ողջունել է անձամբ։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահն իր հատուկ հյուրի Սին Ցինփինի հետ եկել ու նստել է ամենակենտրոնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահից մի քանի աթոռային կողմ փոքր եղբոր պետության ղեկավարներ նստած Լուկաշենկոն, իսկ նրա անմիջապես կողքին Փաշինյանը, ինչպես թելադրում է արարողակարգը, ղեկավարները նստում են ըստ երկրների անվան այբբենական հերթականությամբ։ Փաշինյանը միջև վերջին պահը չէր խոսում իր մասնակցության մասին, դրա մասին տեղեկացանք մայիսի 7-ին, երբ կառավարության անդամները ազգային ժողովում պատասխանում էին պատգամավորների հարցերին։ Նախքան դա ռուսական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից գրում էին, որ Իլհամ Ալիևը նույնպես հաստատել է իր մասնակցությունը։ Հայ փորձագետները հակված են կարծելու, որ Փաշինյանը մեկնելու որոշում կայացրել է կարծելով, թե կկարողանա շփվել Ալիևի հետ, քանի որ ըստ այբենական կարգի նստելու էին կողք կողքի։ Այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմորակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի եւ առավել եւս ես չեմ կարծում, թե այդ քննադատությունները տեղին են։ Փաշինյանի պլան չիրականացավ, մնում է մյուս տարբերակը՝ շփումներ այլ երկրների ղեկավարների հետ։ Չինաստանն այս զորահանդեսի գլխավոր հյուրն է ու Ռուսաստանի Դաշնության մեսիջն աշխարհին, որ իրենք միասին են խաղում արևմուտքի դեմ։ Առանձին շփումներ պիտի տեղի ունենան Պուտինի ու մյուս բոլոր երկրների ղեկավարների հետ։ Դրանց արդյունքներն ու մանրամասները դեռևս գաղտնի են։ Հանե Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։